Երևան 4-րդ վերջինի հետ կապված մեզ հասած տեղեկությունները խիստ հակասական են։ Այստեղ պետք է նշել, որ պատմահար Մովսես Խորենացին դեպքերից մոտավորապես 680 տարի անց տվել է իրադարձություններին բավական հակասական գնահատական։ Մի կողմից նա փորձում է ապահովել Երևան 4-րդից հետո Հայաստանում իշխած Արտաշես առաջինի իշխանության լեգիտիմության հանգամանքը, այսինքն նա գնահատում է Արտաշես առաջինի կերպարը որպես արդեն կատարված փաստերի ամբողջություն, այսինքն մենք գիտենք Արտաշեսին որպես հայոց պատմության մեջ մեծագույն բարեփոխիչներից մեկը եւ հայկական հողերը վերամիավորող անձնավորություն, այսինքն ազգային հողահավաք կատարած անձնավորություն եւ հետեւաբար Հայաստանի եւ հայերի պատմական հիշողության մեջ Արտաշեսի կերպարը բացասական գույներով պահպանելը եւ սերունդներին փոխանցելը բնականաբար պատմահոր եւ տվյալ ժամանակաշրջանի մեր մտավոր վերնախավի համար չէր կարող ընդունելի տարբերակ լինել։ Նախագծի գլխավոր գործընկերն է Converse բանկը, ֆինանսական աշխարհի ձեր հուսալի գործընկերը։